Պարոն Կարապետյան, ինչ տրամաբանությամբ եւ ինչ առաջնահերթությամբ ընտրեցիք 3 հանձնաժողովներում ձեր նախագահները ունենալու այդ հարցը, ոնց որոշեցիք։ Ֆինանսավարկային հանձնաժողովը մեր պետական բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբների հասել 1.4 միլիարդ դոլար այս տարի։ Եվ մենք պետք է կարողանանք վերահսկենք այդ ծախսերը։ Տարեկան, ամսեկան 120 միլիոն դոլարից ավել մենք վարկ ենք վերցնում, որ մեր պետությունը ուղղակի ֆինանսավորվի իր ծախսերը։ Այդ պատճառով պետք է վերահսկել բյուջեն, որ այսպիսի մեծ ճեղքվածք 1.4 միլիարդ դոլար պատմականորեն ամենամեծ ճեղքվածքը չլինի։ Պարոն Կարապետյան, կներեք, երբ դուք մի րոպե, Շողջան, դուք երբ ընտրեցիք Եվրաինտեգրման հանձնաժողովը, մենք հիշեցինք պարոն Կարապետյանի հայտարարությունն, այն հայտնի, որ մենք ՀԱՏՄ շրջանակներում ենք, այստեղ պետք է մեր տնտեսությունը զարգացնենք եւ այլն։ Հիմա դուք ինչպես եք ինտեգրելու Հայաստանը Եվրամիության մեջ, որ ձեր քաղաքական թիմի ղեկավարը նման դիրքորոշում է հայտնել։ Տեսեք, Եվրոպայի հետ մեր հարաբերությունները պետք է երկրորդի մեր տնտեսական գործակցության լայնացմանը։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպայից երկու կարևոր բան պետք է մենք ստանանք։ Առաջինը տնտեսական առևտրաշրջանառություն, առևտրաշրջանառության աճ, որ համեմատելի գոնե լինի Եվրասիականի հետ։ Եվ երկրորդը ինստիտուտներ, օրինակ դատական համակարգ, օրինակ քաղաքացիական հասարակության ինստիտուտները։ Այդ ուղղությամբ կտեսնեք ինչ աշխատանք կտանենք մենք։ Դուք կտեսնեք, որ անցած 5 տարիների ընթացքում մի քանի տարին երևի հնարավոր է ընդհանուր ասում են 1 բան է եղել, նիստ է եղել։ 1-2, հա, շատ քիչ։ Իսկ ակտիվությունը մենք պետք է ցույց տանք, ինչպես է այդ աշխատանքը տեղի ունենում, այսինքն մենք պետք է ինստիտուտների հետ կապված Եվրոպայի կարողանանք տեղայնացնենք այստեղ եւ առևտրաշրջանառության վրա աշխատենք։ Կառավարումը, պարոն Կարապետյան, սրա հետ կապված կա նախագիծ, որով անցել է Եվրամիության անդամակցության հետ կապված այդ նախորդ ազգային ժողովը։ Այդ նախագծի հետ կապված ձեր հանձնաժողովն է զբաղվել։ Կարող է ինչ-որ բան փոխվի, կարող ինչ-որ բան անել։ Դեռ չեմ կարող վերջնական կարծիք ասել, պետք է խորանանք։ Բայց տարածքային կառավարման Տարածքային կառավարման մեջ մի հատ կարևոր խնդիր կա։ Գրեթե բոլոր շրջաններում, գրեթե բոլոր տարածքային կառավարման գոտիներում, միավորներում կան աֆիլացված տեղ են ունենում այնպիսի բաներ, որ աֆիլացված գնումներ պետական, այսինքն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները անում են գնումներ այն անձերից կամ այն ընկերություններից, որոնք աֆիլացված են եւ ասա մասնավոր ընկերություն չեն։ Այսինքն մասնավորի մասին չենք խոսում ենք քաղաքի մասին, որը գնում է անում, օրինակ քաղաքապետի հետ կապ ունեցող հիմնարկներից։ Մենք ուզում ենք մեր հասարակության հետի ցույց տանք, որ մարդիկ երբ խոսում են կոռուպցիայի քիչ լինելու մասին, իրենք տեսնեն ինչա կատարվում մեր երկրում։ Ովքեր են առաջադրվելու, պարոն Կարապետյան։ Դա այս պահին խմբակցության նիստ է։ Դուք որևէ հանձնաժողով կնախագահեք, թե ոչ։ Կմասնակցեն ֆինանսա-բյուջետային հանձնաժողովին, սիրով նաև տնտեսական։ Ոչ նախագահ։ Գրեթե բոլոր հանձնաժողովներին մասնակցելու եմ նիստերին սիրով։ Բայց չնայած որ դոնտի բանաձևով էր ընտրվում հանձնաժողովները, բայց կանխատեսել էիք այդ հանձնաժողովները, որտեղ ամեն դեպքում կանխատեսված էր։ Իսկ հնարավոր է բանակցություններ էր եղել 3 խմբակցությունների միջև։ 3 խմբակցությունները որևէ խոսակցություն այդ ուղղությամբ չունեցին։ Շատ կառուցողական բարեվարկության դաշտ տեղափոխվել։ Առաջին փորձից Վարդևանյանը ընտրվեց։ Մենք հիշում ենք Իշխան Սաղաթելյանը 3-րդ փորձից էր ընտրվել, հետո ինչ եղավ։ Հիշում ենք, որ Արթուր Ղազինյանը 10-րդ փորձն էլ չօգնեց, որ պաշտպանության նույնիսկ 10-ից ավել փորձերը չօգնեցին, որպեսզի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ լիներ։ Այդ առումով ինչ կարող եք ասել։ Մի քիչ արագ տեղափոխվեցիք էլի, այսպես հաշտ համերաշխիք։ Լավ, պատասխանը այսպես տամ, նախորդ խորհրդարանը հայ հասարակության մեջ ուղղակի ամենաբացական ընկալվող խորհրդարն է եղել։ Եվ երբ գյուղերում հարցնում ենք, թե ինչն է պատճառը, ասում է մեր կյանքից չեն խոսում են իրարից։ Դուք տեսնում եք, որ մեր հանդեպ դուրս են գալի անձնավորված հնարավոր է մեր հետ կապված խոսակցություն ունենալ։ Մենք բերում ենք թեմաներից ենք խոսում հողի վրա մարդկանց կյանքին ազդող։ Եվ թող մեր ժողովուրդը գնահատի
ով է աշխատանք կատարում հողի վրա ժողովրդի կյանքը բարելավելու համար։ Կարապետյան մի կանուր առմամբ խմբակցության գծի մեջ, այսինքն հնարավոր է, որ Էդգար Ղազարյանը ամեն դեպքում ինքը ավելի սուր է, ավելի այսպես անգամ դիմելուց չի դիմում քաղաքացիական պայմանագրին, դուք ո՞նց եք վերաբերում իր աշխատելավոճին, ընդունելի է ձեզ համար։ Մեր падգամավորները ունեն ազատություններ եւ այդ ազատությունները կարող են իրացնել։ Միակ հարցը, որպեսզի ընդհանուր համակարգային բարեվարկության նորմերը պահեն, որպեսզի մեր հայրենակիցներին հաճելի լինի հետևել իրենց կողմից ընտրած ազգային ժողովին։ Մենք փոփոխություն ենք բերել ազգային ժողով։ Չափավոր ազատություն ունեն ձեր ֆրակցիայում։ Այո, եւ մենք աշխատում ենք նրա վրա, որ սովորենք նոր խոսույթ ձևավորվի առանց վիրավորելու քննադատելը։ Առանց անձնավորված մարդուն, այսինքն հնարավոր է աշխատանքը քննադատելը վիրավորի ինչ-որ մեկին, բայց դա արդեն մեր խնդիրը չէ, բայց եթե անձնավորված մարդուն են վիրավորում, մենք պետք է այդ որակական փոփոխությունը, ինչի համար մենք պայքարում ենք, բերենք ազգային ժողով առաջինը։ Այսինքն պարոն Կարապետյան, նորմալ եք համարում, որ Էդգար Ղազարյանը ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալիս դիմում է միայն Ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքի ներկայացուցիչներին եւ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն էլ որ ստեղծվի, առաջիկայում խնդիրներ։ Նա ունի որոշակի ազատություններ, սակայն նաեւ ունի խմբակցությունից ելնելով սահմանափակում մարդկանց վիրավորելու առումով։ Շնորհակալություն։ Լարվածություն կա պարոն Կարապետյանի։ Այս հարցին պատասխանել եք թե չէ, բայց ո՞նց եք բացատրում այն, որ նախկինում ընդդիմադիրների փոխնախագահի պաշտոններ կիսելը մի քանի պապիտկայից էր այսպես ասած լինում, իսկ ձեր կոնց միանգամից համաձայնեցին եւ առաջին իսկ փորձից ընտրեցին։ Սրա հետ կապված կան որոշակի տենց կասկածներ, բան դրա համար ուզում եմ հարատեք այդ կասկածները։ Մոտեցումները ազգային ժողովը նախորդ ցույց տվեց, որ ամենավատ ռեյտինգով ազգային ժողովն է։ Այսինքն պատմականորեն վատ ազգային ժողով է եւ կարծում եմ իշխանությունները դրանից դաս քաղել, իսկ նոր ուժերը տեսնում են, որ հնարավորությունը մենք որպես նոր ուժ տեսնում ենք աշխատանքով ժողովրդի կյանքը բարելավելու հնարավորություն։ Պարոն Կարապետյան, կներեք մեկ հարց տամ, Հակա Սաֆարովյան օրենքը բերելու եք։ Հակա Սաֆարովյան օրենքը։ Այո։ Առաջիկայում կներկայացնեք որպես նախագիծ։ Այո, ներողություն եմ խնդրում։